Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 7-ն է և այն սպառնում է լինել Հայաստանի պատմության մեջ ամենաամոթալի օրերից մեկը։ Գուցե նույնքան ամոթալի, ինչքան նոյեմբերի 10-ը, գուցե և ավելի ամոթալի։ Դրա մասին կխոսենք մի քիչ ուշ, իսկ այժմ ուզում եմ սկսել հաղորդումը Դոստոևսկու հրաշալի խոսքերով, որն ասում է. Ես ոչ ոքի չեմ հեռացրել իմ կյանքից, նրանք բոլորը մահացել են վստահության վթարից։ Ֆյոդոր Դոստոևսկի։ Այո, վստահության վթարը, դա մի վթարը, որից գոնե իմ կյանքում դեռ կազդուրողներ չեն եղել։ Իսկ մինչ այդ ուզում հիշեցնել, որ ալիքին կարող եք հետևել Patreon-ով, եւ եթե ուզում եք մեկ անգամյա ձեր նվիրատվությունով օգտակար լինել ալիքին եւ կարեւոր եք համարում մեր աշխատանք, դուք բոլոր տարբերակները փոխանցումների համար կարող եք գտնել ներքևի նկարագրությունների բաժնում։ Եվ այսպես օգոստոսի 7 որ սպառնում է դառնալ մեր հնարավոր պատմության մեջ ամենախայտ տարեջրից մեկը։ Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ։ Իսկ ով է կասկածում, որ այդ օրը գալու է, չէ՞ որ այդ օրը պահանջ է ներկայացված եղել դեռ 1.5 տարի առաջ եւ մահմեդականների առաջնորդ Փաշազադեի եւ հենց իր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Քանի որ ես այս մարդին արդեն խոսել եմ, ես չեմ ուզում կրկնվել, ես ուզում եմ ընդամենը ասեք։ Վաղ օգոստոսի 7-ին ուզում են դատեն կաթողիկոսին։ Սա կաթողիկոսին չեն դատում։ Սա դատում են հայ առաքելական եկեղեցին, որի պահանջը 1.5 տարի առաջ հնչեցեց Փաշազադեն, որի պահանջը հնչեցրել է Էրդողանը, որպես Հայաստանի պետականությունը հիշեցնող ատրիբուտ։ Սա Էրդողանի հիշեցումն է, բացի Փաշազադեի պահանջը։ Եվ բացի հայ-առաքելական եկեղեցուց Էրդողանը նշեց եւս մեկ թշնամի, որ դեռ կա, դա հայկական սփյուռքն է։ Ուրեմն տեսեք, ասում եմ, չկա արդեն հայկական պետականություն, մնացել է հայկական պետականությունը հիշեցնող մի հատ ինստիտուտ, դա հայ-առաքելական եկեղեցին է, որը պետք է չեզոքացվի, եւ հայկական սփյուռքը։ Ինչ եղավ եկեղեցու հետ, միանգամից ազդելու է սփյուռքի վրա։ Թուրքական պետության գլխին կախված Դամոկլյան սուրը վերացնելու համար Էրդողանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով վերացնում է հայկական եկեղեցին, որը որպես հետևանք ազդելու է սփյուռքի վրա, ավելի է մասնատնելու սփյուռքը։ Եթե մինչև հիմա սփյուռքը մասնատված էր կուսակցությունների, կազմակերպությունների մեջ, հիմա մասնատվելու է նաև եկեղեցիների մեջ։ Եվ սա ինձ ավելաշատ օգտվելու են ուրեմն սեկտաները, բաժան են ալելու հավատացյալ հանրությանը, եւ այսպես վերացվելու է ամենակարևոր հաստատությունը, հայկական ինքնության պահպանման ամենակարևոր հաստատությունը դա եկեղեցին է, իր բոլոր թերություններով հանդերձ։ Դատում են մեզ, դատում են մեր ինքնությունը, դատում են մեր պատմական ժառանգությունը, դատում են մեր կրոնը եւ ամենակարևորը, սրանով հանդերձ վերջ են դնելու հայկական ինքնության ամենակարևոր շտեմարանին, դա հայ առաքելական եկեղեցին է։ Կրկնում եմ, իր բոլոր թերություններով հանդերձ։ Հիմա դու կարող ես սիրել կաթողիկոսին, կարող ես չսիրել կաթողիկոսին, բայց դա կապ չունի։ Չեն դատում կաթողիկոսին, դատում են հայ առաքելական եկեղեցին։ Դե հետևանքներն են արդեն ասացի, ու նաև ասացի ովքեր են պատվիրատուն։ Եթե մենք ազգովի թույլատեցինք սա, հանդուրժեցինք սա, նշանակում է մենք որպես ազգ, մենք սպառված ենք ուղղակի։ Եվ որպես քրիստոնյա, եւ որպես ինքնություն, եւ որպես բարոյական զանգված, նշանակում է մենք սպառված ենք, մենք գոյություն չունենք։ Սա շատ ավելի մեծ կորուստ է լինելու, ավելի մեծ հարված, քան նույնիսկ Արցախի կորուստը։ Սա վերջնական տապանակարն է լինելու մեր ինքնության, մեր ազգային որպես միավոր գոյության եւ մեր ապագայի համար։ Որովհետեւ Արցախը մենք հետ ենք բերելու, մենք գնալու ենք Արցախ։ Վաղ օգոստոսի 7-ին մենք գնալու ենք Արցախ, մենք Արցախը հետ ենք բերելու, բայց մենք չենք կարող հայ առաքելական եկեղեցի վերականգնել, եթե նա անցավ թուրքերի
ցերկ։ Եթե սկսեցին նրանք նշանակել թուրք կաթողիկոս կամ թուրքամետ կաթողիկոս, բնականաբար եկեղեցու հետևորդների մի մասը չի ընդունելու, սփյուռքը մերժելու է, նման մարդիկ հաստատ մերժելու են, եւ եկեղեցին եւ իրանց կաթողիկոսը այս ֆորմատի մեջ է։ Եվ այսօր ես այս կարճ վիդեոն տարածելուց հետո մի քանի տարօրինակ գրառում տեսա, որ գրում են դա KGB agent բանի համար է, էլի Գադեգինը KGB agent է։ Ասեք հարազատներս, Հայաստանում մի հատ KGB agent կա, ամենախոշոր KGB agent-ը, որին բերել նշանակել են վարչապետի պաշտոնում, որը կարողացել է հանձնի Արցախը, սպանի մի քանի տասնյակ հազար մարդ այդ ընթացքում եւ Հայաստանի տարածքներից ավելի մեծ վնաս, քան KGB agent Նիկոլ Փաշինյանն ա տվել Հայաստանին, ոչ մեկ չէր կարող տալ։ Կաթողիկոսը ոչ, Արցախի պատերազմը կազմակերպել։ Ոչ այդքան մարդ տարել է սպանել, որ հետո էլ ասի, ես դիտավորյալ եմ սպանել դա։ Դիտավորյալ եմ տարել, որ մենք իբր անկախություն ունենանք, հա։ Ոչ էլ Հայաստանի տարածքներն է հանձնել։ Ինչ KGB agent-ի մասն է խոսքը։ Նորից եմ կրկնում, էսի սփյուռքի դեմը։ Հայաստան կոչված, որովհետև Հայաստանը մենակ հայկական պետությունը չի։ Հայությունը ընդհանրապես հայը, դա երկիր չի, դա ցիվիլիզացիա է։ Սա ցիվիլիզացիայի վերջն են տալի։ Մի ամբողջ տարածաշրջանի վերջ է։ Մենք ունեցել ենք, չէ՞, սա քաղաքակրթությունը, հայկական քաղաքակրթություն հայքում։ Հիմա հայկական քաղաքակրթության մեծ մասերը զավթած է արդեն։ Թուրքը զավթել է, բայց չի կարողանում պենչատը դնի, որ սա իմն է, որովհետև գլխին Դամոկլյան սուրը կանգնած է, այսպես ցեղասպանություն եւ Ադրբեջանի գլխին, եւ Թուրքիայի գլխին։ Էթնիկ զտում, ցեղասպանություն, ուղիղ 100 տարի տարբերություններով։ Սա արկա է այնքան ժամանակ, քանի կա հայկական պետականություն, հա, քանի կա հայկական պետականություն, դա սպառնալիք է իրանց համար։ Իսկ դա վերացնելու համար վերացնում է սկզբից եկեղեցին, արդեն կառավարությունն իրանցն է, արդեն ազգային ժողովի նախագահն էլ է իրանց դրացել։ Դե վարչապետի մասին էլ չեմ խոսում, հա։ Եկեղեցին հանում են եւ հաջորդ հալվածը, որպես կանոն լինում է սփյուռքը, որը դեռ պահանջատիրության կրողն է։ Ինչ եմ ասում դեռ, որովհետեւ այս հալվածից հետո եթե հաջողվեց, սփյուռքը այնպես է մասնատվելու։ Կռիվներ, մեկը ընդունելու է նորին, մեկը չի ընդունելու նորին, մի եկեղեցին դառնալու է նոր, մի եկեղեցին դառնալու է հին, Հայաստանի ամբողջ հայրաքելական եկեղեցիները բաժանվել են մասերի, դառնել են քաղաք պետություններ, եկեղեցիներ, էլի։ Այս մի քաղաքի եկեղեցին սան չի ենթարկվելու, նրան չի, մի խոսքով մի կաշմար է սպասվում անպատկերացնելի հետևանքները։ Որովհետև դուք պատկերացրեք, իմ նման մարդիկ չեն կարող Նիկոլ Փաշինյանի նշանակած կաթողիկոս ընդունել։ Չեն, իսկ նմանները քիչ չեն։ Քիչ չեն։ Թեկուզ սկզբունքորեն հավատացյալ մարդիկ չեն ընդունելու դա։ Նույնիսկ եթե իրանք ուզում են աղոթել, տանը կաղոթեն։ Կգնան այս եկեղեցի, որ դրանց մատը դեռ չի կպել։ Կգնան եկեղեցիներ, որտեղ ընդհանրապես բան չկա, ոչ մի ծիսակարգ չկա։ Քիչ ունեն եկեղեցիներ, որ գնացող եկող չկա, այնտեղ մշտական աշխատող քահանա չկա։ Կան։ Հավատացյալները ձևը կգտնեն, բայց պիղծ հոգևորականի ձեռը չեն գնա համբուրել։ Էլ չեմ խոսում մնացած տիսակատարությունների մասին։ Իսկ սփյուռքի հանդեպ սրանց տարամադրվածությունը մեզ հուշում է մի բան։ Ավելի է պետք ակտիվացնել սփյուռքի գործոնը Հայաստանի կյանքի մեջ, որ սրանք ընդհանրապես հասկանան մի բան։ Դու կարող ես Հայաստանում նշանակել վարչապետ, բայց դու չես կարող ազդել սփյուռքի վրա ոչ մի ձև։ Հենց դրա համար մեզ սկսած ինքնաճանաչում շարժումը, որը պետք է դառնա համահայկական եւ դառնա միավորող գաղափար սփյուռքի համար։ Սա պետք է լինի իրանց առաջի գլխին կանգնած գավազանը, որ հասկանան բան։ Ինչքան սեղմում են Հայաստանում, այնքան ակտիվանում է գաղափարի շուրջ, ինքնության գաղափարի շուրջ։ Ինքնության, ոչ մի բան չկա այստեղ, հա, կուսակցական մանը, սրան սարքենք վարչապետն չէ։ Ինքնության գաղափարի շուրջ միավորված սփյուռք։ Դա այն է, որ մենք անում ենք։ Թող ականջներին օղանեն Էրդողանից մինչև Ալիև։ Մենք մեր ինքնությունից չենք կարող հրաժարվել։ Հայկական քաղաքականությունը վերականգնվելու է,
հայկական լեռնաշխարհում։ Հայքը վերականգնվելու է։ Դուք մնալու եք էլի ոչխար պահողի կարգավիճակում։ Սա, որ դուք ձեր ոչխարներին բերեցիք նշանակեցիք վարչապետի պաշտոնում, ազգային ժողովի նախագահի պաշտոնում, դեռ վերջնական ձեր հաղթանակը չի։ Վերջնական արդյունքում դուք պարտված եք, դուք դուրս եք եկել քաղաքակրթության դեմ, ձեր, ինչ ասեմ, քրիքոտ ոտերով։ Ժամանակը ամեն ինչ ցույց կտա։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ այդ ժամանակը ցույց տա այն, ինչի մասին ես նոր խոսեցի։ Հիմա անցնենք հաջորդ թեմային։ Այս առումով արտահայտվել է մեծընտան Կիլիկիոն կաթողիկոսը, որը պահանջում է հարգալից վերաբերմունք ցուցաբերել եկեղեցու եւ վերապայում նկատմամբ։ Հետաքրքիր է, որ Գարեգինն ալու։ Գարեգին, վերապար, ինչ ես բա։ Այ ջմի ձեն հանել։ Ինչ ես լուր, ես այս լրությունը չեմ հասկանում։ Ամբողջ ընթացքում լրությունը հիմա աշխարհի բոլոր եկեղեցիները պիտի թնդային զարմանային, որ Հայաստանում դատում են հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսին։ Հասկանում ես, վերապար։ Հիմա դու ինչքան կրոնական կազմակերպություն կա, վերահսկող, ստուգող, թերթեր, մեդիաներ, բոլորը պետքա խոսեն այս մասին։ Որպեսզի իրանց երկրի կառավարությունները զանգեին այս ճիվաղին ասեն, լսի քո պատճառով մեր ռեյտինգն է անգնում մեր երկրում։ Ինչի՞ չես անում, կաթողիկոս։ Ինչ ես լուր նստած սպասում սրանց դատավճիռին։ Ով են սրանք, որ դու նստած սպասում ես սրանց դատավճիռին, կաթողիկոս։ Նենց է ստացվել, որ մեզ դատում են եւ Բաքվում, եւ Հայաստանում։ Ու դատողը նույնն է, զգացել եք։ Մեր դատավարությունները մեզ դատում են երկու տեղում, եւ Բաքվում են դատում, եւ Հայաստանում են դատում։ Ընդ որում բան չկա, սահմանափակումներ չկա, դատում են ում ուզում են, ոնց ուզում են, կաթողիկոսն է իրանց ներողություն, դատախազն է իրանց սա, այսօր որոշումը կայացվել նաև Էդգար Ղազարյանի նկատմամբ մեղավոր է ճանաչել դատարանը, իրան սպասում է 2.5 տարի մոտարապես ներողություն 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում է սպասվում, սա ընդհանրապես ուրիշ թեմա է, բայց մեզ դատում են Հայաստանում, մեզ դատում են Բաքվում ու դատողը նույնն է։ Բա դու ինչ ես ուզում Էդգար Ղազարյան։ Քեզ ասում են, չէ, հիմա քեզ մեկը դատելու էին։ Հիմա քեզ կզրկեն անձեր մխելուց ու կտանեն դատելու։ Եթե մանդատը վերսած չլներ, դու կդատվեիր գոնե, ասենց ասեմ, մեկը որ մերժեց այս համակարգը, մեկը որ չընդունեց այս համակարգի կանոնները, մեկը որ դեմ գնաց թուրքական ռեժիմին։ Հիմա դու գնալու ես դատվես, որպես մեկը, որ իր անվանած կեղծված ընտրությունները լեգիտիմացես մտավ ազգային ժողով, ասեցին այստեղ։ Ու դատեցին։ Ոչ մի բան չեմ կարող ասել։ Նիստում էր գոնե Էդգար Ղազարյանը այս ամեն ինչը ունակ էր հասկանալու։ Ինչ որ է։ Այս տեսնում եք։ Սա Նուբարաշենն է։ Սա սենց ասեմ, սա Նուբարաշենն չի, սա Հայաստանն է։ Հայաստանը աշխարհում այն երկրներից մեկն է, որ աղբը բացօթյա են դեռ հավաքում։ Սենց բաներ երևի աֆրիկյան մի երկու երկրում է մնացել, ոչ բոլոր։ Տեսնում եք այս տեսարանը։ Ու պատկերացնում եք բուլդոզերը աղբը հրելու ժամանակ 29 տարեկան երիտասարդ է մնացել աղբի տակ մահացել։ 29 տարեկան երիտասարդ թույլ գործուն այդ աղբի մեջ։ Պատկերացնում եք մարդկանց վիճակը ինչ պատահել։ Աղբի մեջ քուջուջար է, բուլդոզերը վերս աղբը լսել է մահացել է։ Սա Հայաստանի պատկերն է։ Ասում եմ, աֆրիկական մի քանի երկիր են մնացել, որ այս ձևով աղբ են հավաքում։ Ով Փաշինյան Նիկոլի գործերից է խոսում, պետքա տանել, թողելս աղբավայրի մեջտեղը, ասել դե ոտով գնա տուն։ Ողջ։ Սին դե ոտով գնա տուն։ Նիկոլը լավն է։ Դե հիմա գնա ոտով։
Իսկ սա Սիլիկյան թաղամասի հարևանության աղբավայրն է այլվում։ Սիլիկյան թաղամաս, այսինքն աղբավայրը ընդեղել չի երիքում, ես չգիտեմ, որ Սիլիկյան թաղամասի կողքներ կա աղբավայր, որը բացօթյա այրվում է։ Հասկանում եք, որ սա արդեն չի կարող երկիր կոչվել։ Ես գիտեմ, Սփյուռքում մեծացած մի քանի բանի համար, այն որ հայրենիքը կսիրեն շատ, հայրենիքի ջաշարանները կսիրեն շատ, գնում ասում են, վայ, ես ինչ լավ է, ռեստորանում լիքը մարդ կա, ուրեմն կյանքը լավ է։ Այս սրանց, այն որ իրաց չափանիշը ստամոքսն է, ստամոքսով մտածողներին պետք է տանել կանգնացնել այս աղբի կողքը, ասել դե այս աղբը հանգցրու, մեկ է ցույց տուր, մեկ է նուբարաշենի մեջտեղը թողել, ասել դե գնա տուն։ Հետո որ հասնի տուն, կյանքն ու բախտը անիծելով, ասել հենց դե մոտիկ արի։ Դե հիմա Հայաստանում չկներեք, աշխարհում երկիր, որտեղ աղբս էս բացօթյա է մնում, որի տակ կարող է մարդ մահանա, որը կարող է այրվի, այդ կեղտը, թույնը, այդ գազերը տարածելով շուրջ բոլորը, գիտես այդ որ երկրներն են։ Եվ դու հասկացի հիմա դու որ երկիր էիր գնացել, ինչ կատեգորիայի երկիր էիր գնացել։ Ես այդ ուզում ես իմանաս այն երկրում ունը, այդ Աֆրիկան երկրներում կենտրոնում էլ, քաղաքի կենտրոնում էլ կարող ես գտնել եւ Շերատոն հյուրանոց, հա, ինչ մի պրոբլեմ է, եւ կարող Հայաթ հյուրանոց էլ գտնես ընդեղ, սրճարաններ ավելի լավ կամ ավելի մի քիչ վատ։ Արդյունքում ոչ մի բան չի փոխվում։ Երկրի կատեգորիան մնում է սա։ Այսա։ Դե սա նույնպես եմ կրկնում, սա չափանիշ է նրանց համար, ովքեր իրականում ուղեղում են, հա, ովքեր ուղեղի փոխել են ստամոքսը կարած։ Նրանց չափանիշը մնում է մեկը։ Եթե միտեղ լավ ռեստորան կա, ուրեմն դա լավ երկիր է։ Հա։ Լավ ռեստորան կա, ուրեմն լավ երկիր է։ Ինչ է որ։ Ես կարծում եմ Ադրբեջանում էլ կարելի է գտնել լավ ռեստորան, լավ ցանկության դեպքում։ Ինչ է եղել։ Գնացեք ընդդել գողացեք, ասեք, քանտի երկիր է։ Հիմա Պուտինի Նիկոլե Ալկասնեից խոսանք։ Ղրղստանում է։ Աշխատանքային այցով մեկնել է Ղրղստան, որ մասնակցի բանը վարչապետերի հավաքին։ Մարդ, որ ընդամենը 2 օր առաջ սպառնում էր ԵԱՏՄ-ին, եթե դուք չբացեք, կկործանվի ԵԱՏՄ-ն։ ԵԱՏՄ-ն չպետք է կործանվի Հայաստանի չգնացող ապրանքների պատճառով։ Հա, այսօր քուտիկի նման հասել է այնտեղ։ Ընդ որում լավատեղյակ աղբյուրները ռուսական հայտնում են, որ Փաշինյան Նիկոլը վերջի օրերին 4-5 անգամ զանգել է Պուտինին, որ խնդրի գոնե միջև գնալը բացի ապրանքների ընդունումը։ Եվ նույն ռուսական աղբյուրները պնդում են, որ Պուտինին ոչ միայն չի կարողացել միանա, այլ փոխանցել են, որ ոչինչ չի փոխվելու։ Գնա այդ 2 միլիարդ պարտներ դիր պահանջի Ռուսաստանից, ինչպես դու ես հայտարարում այնտեղ, եւ փորձի այդ ամեն ինչը ստանաս։ Ինչ է մնում սրան անելու։ Ինքը հասկանում է, որ Հայաստանում տնտեսությունը, ինչալոց ասեմ, այս արդեն նախատեսված 10 միլիարդ շրջանառությունից 2-ի չկա արդեն։ Այս հիմա պերիոդը պետք է լիներ, այս ընթացքում 20% են որ պետք է գա, արդեն չկա։ Դες ամբողջ տարում չէ գալի 10 միլիարդ ու մի անգամից չեն բերում դնում դեմը։ 2 միլիարդ արդեն չի գնացել, 20% ընկել է։ Մնում է մյուսը, նայեք դենք 70%-ի հետ ինչա լինում։ Արտադրողները ճանապարհներ են փակում, մի խոսքով սնանկացման process-ներ են սկսում, բողոքները շատ են, եւ սա փորձում է խնդրվի, որպեսզի բացեն ճանապարհը։ Պուտինը մերժել է, պայմանը հիշացնելով իր, որ դու պարտավոր ես հանրաքվե անցկացնել։ Առանց դրա օրից։ Եվ ինչ է ստացվում։ Մեծ դատում են եւ Բաքվում եւ Երևանում, եւ միաժամանակ եւ Բաքուն եւ Մոսկվան հանրաքվե պահանջում Փաշինյան Նիկոլից։ Մեկը պահանջում է հանրաքվե, որ սահմանադրությունը փոխել տա, մեկն էլ պահանջում է հանրաքվե, որ Պարզի Նիկոլի վերջո կամ հայ ժողովուրդը ուր է գնում ինքը ԵԱՏՄ, թե Եվրոպա։ Ես որ ասում եմ, այս քաղաքական չլուծված խնդիրները, հələ թրիպի մասին չեմ խոսում։ Այս քաղաքական չլուծված խնդիրները, այս ոչ լեգիտիմ
կախ բադ են ասում, բայց Նիկոլի պարագան դա կախ առնետն է, էլի։ Այս կախ առնետի համար այնքան չլուծվող են, որ ինքը անիծելու է այն օրը, երբ որ ինքը գողացավ ընտրությունները, երբ որ ինքը գողացավ ուղղակի երկիրը, կառավարությունը, ինքը այդ օրը պետք է անիծի։ Հիմա կանգնած է բանի երկու քարի արանքը, Ադրբեջանն էլ է պահանջում, Պուտինն էլ է պահանջում։ Չկատարեց Պուտինի պահանջը, հանակը վեճարեց, այդ 10 միլիարդը չի գալու, 10 միլիարդ ինջալուս պետք է ասեմ, մոտավորապես 50% ավել է, 50% ուղիղ ավել է, քան Հայաստանի բյուջեն է, 50% ավելին է, քան Հայաստանի բյուջեն է, որ պետք է գա Հայաստան։ Չի գալիս, պլյուս բողոքները, պլյուս չեմ ասում, որ մյուս տարի ով է տարի սնանկացավ չկարողացավ իր ապրանքը վաճառել, մյուս տարի ունակ չի լինելու ոչ մի բան արտադրել, այս տարի ասենց ասեմ, էժան ծաղիկ գնացը Երանի է տալու, որ վաղը մյուս տարի թեկուզ այն թանկ գնով ծաղիկ լինի, որովհետև մի անգամ մարդը որ սնանկացավ, վերջ, ինքը չի կարող արտադրություն դնի, անես չի որ ինքը կարողանալու պահի էժան գինը, չէ, մարդը վարկեր ունի, դա պետք է փակել, իսկ եթե չես կարող փակես, ցավոք։ Այսօրվա ուրախացածները վաղը անիծելու են այսօրվա ուրախության համար, որովհետև բոլորս ենք ուզում էժան ապրանք առնենք, բայց պետք է հասկանանք դա ինչ է նստում արտադրողի վրա։ Եթե արտադրողի մեկ մի անգամ սնանկացնում ենք, այդ որ կարողանում ենք իրան, օպա, խլել ձեռում ինչ կա, ստիպված, մյուս այլ չի լինելու։ Չի լինելու, որտեղ դրա համար միջոցներ չեն լինելու։ Եվ այդ արտադրողն էլ չի արտադրելու, չի մոտենալու ոչ ջերմոցներին, ոչ օղակատորին, ոչ ման։ Ինչ է սպասում սրան։ Հանակվե, սա երբեք ոսանք սպանես է հանակվե չի անի, որովհետև հանակվեի պարագայում, եթե Հայաստանը գնաց և մնաց ԵԱՏՄ-ի մեջ, իր ներկայությունն է դառնում անհնար, որովհետև Եվրոպան հասկանում որ սրա հետ հույս կապելը, սրան էս ամեն ինչը ներելը ու դառնալ հանցակից սրա ձայնագործության մեջ մեծ սխալ էր։ Այդ ժամանակ արդեն մեզ չեն կարող ասել, լավ, դու ինչ ուզում ես արա Փաշինյան Նիկոլ, գլուխդ շոյում ենք, չենք նկատում։ Ինչ ուզում ես արա, մենակ արի Եվրոպա։ Փակվում է այդ թեման։ Իսկ եթե հանկարծ նենց եղավ որ հանակվեն որոշեց որ մենք Եվրոպա, այն ժամանակ էլի սրա նշանակությունը որպես վարչապետ վերանում է, այդ ժամանակ արդեն գլխին է խփում սրա Փաշինյանը, Ալիևը, բայց ոնց կարող է Եվրոպա գնացող երկրի վրա ինքը կարողանա ագրեսիա կիրառել, պարտադիր սահմանադրության փոփոխություն, դա անհնարին է դառնում։ Նեցուր մնացել է անի, թե չանի, որովհետև հիմա սենց կարողանում է ոնց է հապկից դուրս չի եկել, բայց հապկի մեջ է, այսպես վիճակի մեջ խաղացնել բոլորին, ժողովրդի հաշվին, ժողովրդի ապագայի հաշվին, բայց Պուտինը պայման է դրել։ Իսկ այն մարդիկ, որոնք մտածում են Պուտինի մեկ ամիս կյանք մնացել, ինքը գնալու է, իրավիճակը դժվար է, բայց մի մոռացեք, ինչ ուզում է լինի, Չինաստանը չի թողելու, որ Ռուսաստանը պարտվի։ Եվ ցավոք եմ ասում, Ուկրաինան արդեն ոչինչ չունի դիմաց առաջարկելու, ոչ Ամերիկային, ոչ Եվրոպային, որ ինքը հաղթի, մանավանդ որ դա ցանկություններ չկա եւ հնարավորություններ չկա։ Դրա մասին մենք ընթացքում խոսալու ենք։ Եվ այսպես այս կախ առնետը հասավ Կրղզստան, բայց դատա հետ է գալու, որտեղ ամենակարևոր հարցը չի լուծվել ապրանքների ներմուծումը շուկայում։ Իսկ Հայաստանը եւս 5 տարի առնվազն Եվրոպայի համար ոչինչ չի կարողանալու ստեղծել։ Ինչ եմ ասում եւս 5 տարի։ Դա ցանկացած process եվրոպական ստանդարտների պահանջում է առնվազն 5-ից 7 տարի։ Եթե դու այսօր սկսես, բայց սկսելու համար միջոցներ են պետք, սկսելու համար համապատասխան թիմ ու մասնագետներ են պետք, հա, որտեղ այսօր են Ծնեբեկ տեղափոխող մեր ընկերը, այսօր լսում եմ ասում է վերջապես 5 տարի հետո մենք կարող ենք Ծնեբեկ արտահանել, ասենք եվրոպական այս երկրին։ 5 տարի հետո վերջապես։ Իսկ 5 տարի հետո ասում է, «Էշ կսատքի, я իշատերը»։ Նույնից եմ ասում, այսօրվա տնտեսվարողը, որպեսզի դրան հասնի։ Հələ այսօրվա այս կոլապսի տակից ինքը առնվազն պետք է կարողանա դուրս գալ։ Այսպիսի վատ նորություններ Փաշինյան Նիկոլի համար։ Իսկ Հայաստանում այսպիսի տեսարանները,
Այս էս տեսարանանք արդեն բարոյ կանելա իջելա իր նամազն անում սա միակ ձեռբերումն է որ Փաշինյան Նիկոլը կարա ռեալ հապարտանա ռեալ այո հիշում եք չէ սրանք ինչ անարգել բան էին սահմանը ռեժիմ միգրանտների հա իրանք էին հայտարարել որ մենք շատ բան ենք մոնոտոն ենք մոնոլիտ ենք որպես ազգեր պետք է ուրիշ ազգեր կան սրանց հայտարարություններն եմ ես ցիտում սրանց նպատակը որ պետքա տարբեր ազգեր կան ստեղ մենք պետքա մեծ ներգաղթ ապահովենք դա ապահովել են այնպես որ շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի ընտրողներին ու մեկ էլ լսենք իր մտահոգությունների մասին էլի չնայած գործիքներ կան որ տեսեք մենք շատ խոսում ենք քրեական մշակույթի դեմ պայքարի մասին դա հասկանում են տղան որ ասենք բանա նվագում սոլո կամ բաս գիտարա նվագում դա հավանականությունը որ քրեական ենթամշակամ կամ ասենք ֆլեյտա չգիտեմ ցանկացած գործիք չնայած գործիքներ կան որ կարող ավելի շատ հարվածային դուք էս իդիոտին վարչապետ եք ընտրել չեք զգում որ դուք նույն որակի պետք է լինեք առնվազն էսա լուրջ ու նորմալ հավատալու համար համարելու համար երկրի խնդիրներն ու սրա օրակարգը բան չունեմ ասել լսում եմ ասնեմ առաջ սա ներվեր չկա քայքայելու իսկ հիմա հասկանանք տեսնենք ինչ է կատարվում բյուջեի հետ չնայած մուտքեր չկան բայց ուրեմն Հայաստանի կառավարությունը մարգավաճառների վրա 3.5 անգամ ավելի շատ փող է ծախսել քան պետք էր քաղաքացիների բուժ սպասարկման դեղերի համավճարները փոխհատուցելու համար բա ուրեմն ես հիշում եք մի հատ այսպես բան էի այսի շատ կարևոր հոդված է ուրեմն 1.4 միլիարդ դա քաղաքացիների ընդհանուր համավճարն է այդ թվում դեղավճար այսինքն 1.4 միլիարդ հա նստում առողջապահությունը եթե անեն այնց ոնց որ խոսք են տվել 1.4 միլիարդ 5 միլիարդ դրամ կառավարությունը հատկացրել է պետական պետապարատի խրախուսման համար բա այս են արդյունավետ կառավարությունն է ժողովուրդ սա այն արդյունավետ կառավարությունն է որի համար Փաշինյան Նիկոլը ընտրվել է վարչապետ այսինքն չի ընտրվել զավթել է վարչապետի պաշտոնը բայց մենք չենք կարա չէ ասենք որ իրան ձեն տվող չի եղել է չեմ ասում 49% եղել է բայց չէ գոնե 30% եղել է չէ դա սոսկալի թիվ է սոսկալի թիվ որ ամեն երրորդ մարդու համար սա նորմալ է կամ ընդունելի Հիմա գնանք դատախազությունը հայտարարել է որ Ծառուկյանի գույքի նկատմամբ ինքը ոչմ կալանավորում է բռնագանձում է ամբողջ գույքը բարի իսկական գումար որովհետև անօրինական է ձեռք բերված ես մի հատ դատախազին հարց եմ տալիս հիմա ու հուսով եմ Նիկոլին ընտրածները պետքա պատասխանեն դատախազությունը տվեց պատասխան Հայաստանի սահմանները որտեղով անցնում որովհետև միջև հիմա դիմումները Բաղանիսի ոսկեպարի բնակիչներին որ իրանց գույքը դուք խլել եք թուրքավարի տվել եք թուրքերին այդ մարդիկ իրանց գույքի համար ունեցած սերտիֆիկատով չեն ստացել այդ պատասխանը ոնց կարող Հայաստանի Հանրապետության տված անշարժ գույքի վկայականը լինի ադրբեջանական ոնց կարող է Հայաստանի կողմից տրված անշարժ գույքի վկայականը որը գրված է որ սա պահպանվում է պետության կողմից չպահպանվի պետության կողմից եւ նա ձեռքից տալվի ուրիշ պետությանը եւ այս հարցի պատասխանի դատախազությունը միջև հիմա չի տվել պատասխան ինքը չի ասում որտեղով են անցնում Հայաստանի սահմանները իր մարդկանց տունը որ օրենքով են խլել որ Աննա Վարդապետյանը Փաշինյան Նիկոլի ուղիղ կողքը վստահված անձի կարգավիճակով տեղ ունի այսինքն ամրագրած աններ իր տեղ ինքը պետք է շատ լավ հասկանա որ այս ամեն ինչը մի օր վերջանալու է լսեք թուրքեր
ու ոչ ձեր օգտին։ Դե ոչ ձեր օգտին, էլի։ Մենք ձևերը կգտնենք դրա։ Ասկի որ ես ասում մենք հայերը, այն հայերը ոչ չեն մեռադեր։ Այն հայերը որ որոշել են չանձնվեն, այն հայերը որ բարոյապես չեն մեռել, ինչպես կասես նժդերը։ Դուք պատասխան եք տալու։ Հենց այդ հայերին։ Իսկ իմ հաշվարկներով համեստ առնվազն մի քանի 100,000 տենց հայ կա։ Աշխարհով չէ, Հայաստանում։ Հա, կա։ Ու իրանք ձեզ պատասխանի են բերելու, պարտադրելու են իրանց կամքը ձեզ։ Բայց սա նայենք շատ հետաքրքիր է։ Եվ վերջերս իմացանք, չէ՞ որ մտամե 2 օր առաջ էր Բոնուս սուպերմարկետի ցանցի հիմնադիր տնօրենը իբր ինքնասպան է եղել։ Չեմ ասում իբր, որովհետև ես չեմ հավատում, որ մարդ կարա ինքնասպան լինի։ Այն էլ սուպերմարկետի հիմնադիրը, սուպերմարկետի ցանցի հիմնադիրը, հա։ Մի խոսքով քրական գործ է հարուցված եւ Ալմլուրի հետ զրույցում ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած Բոնուս սուպերմարկետի ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի աներձակը արշավիրարությունն, որը Բոնուս սուպերմարկետի ցանցի հիմնադիրներից մեկն է, մանրամասները պատմել թե ինչ է կատարվում իրենց բիզնեսի շուրջ։ Ինչ է ասել, որ մասնավորապես սուպերմարկետի ցանցի հիմնադիրներից արշավիրարությունը նշում է Spike ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի եւ ՔՊ սրտի գործարար Նարեկ Նալբանդյանի անուններն է տալի, որոնք 7 ամիս է փաստորեն այս մարդկանց պահում են դժոխային պայմաններում, շանտաժներով ուզում են խլել բիզնեսը։ Ասում է վարչապետին անձամբ նամակ եմ գրել, հայտնել եմ թե ինչեր է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ արձագանքել է իմ նամակին, բայց արդյունքում եղել է այն, ինչ որ եղել է։ Հիմա ով է Դավիթ Ղազարյանը Spike ընկերության սեփականատերը։ Շարունակել գնում է դեպի Քոչարյան Ռոբերտ։ Եվ ինչ է իդեպ հետաքրքիր պատահականությամբ հենց Նարեկ Նալբանդյանը դնում է մի կողմ։ Քոչարյան Ռոբերտի տեսած այդ հսկայական հիմնարկը, որը հետո տարբեր ձևով Spike-ի դավոն նույնը մնացել, հա։ Տարբեր մասնաբաժինների ձևով մեկ անցել ասում են Սաշիկի հետ, բայց մի խոսքով ընդերից է գալի, Քոչարյան Ռոբերտից է գալի։ Ու մեկ է, դες հիշացնել, որ 44 օրյա պատերազմի ժամանակ սպանված երեխեքը դիակները տեղափոխվում եւ պահվում էին Spike-ը այդ մեծ մեքենաների սառնարաններում։ Այսինքն Spike-ի դավոն, որ հիմա Նարեկ Նալբանդյանի հետ հասել այս մարդու ինքնասպանությանը, ինքը իր մեքենաների մեջ է պահել բոլոր երեխեքի դիակները, որոնք սպանվում էին ընդեր եւ տեղափոխվում էին Հայաստան, որը տեղափոխվում է, որն մնում էր ընդեր, բայց մեծ ծառայություններ է մատուցել այս իշխանություններին զոհվածների իրական թիվը թաքցնելու մեջ։ Ես ձեզ հիշացնեմ, որ 20 թվականի պատերազմի ժամանակ մեր զոհվածների թվերը ասում են օրական մոտավորապես 45-ից 50 մարդ։ Երբ որ այդ սկսեցին այդպես դոզաներով թվեր ասել, հիշում եք, դոզաներով, դոզավորված անուն ազգաններով։ Բարեկամներից մեկը կին էմոցիոնալ ասեց, վախ, 40 երեխա, վախ։ Ասեցի, հա, վախ, բայց ասերի մի վրազի, վերջում կհաշվենք, քանիսս ենք ողջ մնացել, որովհետև ես արդեն տեսնում եմ ինչ է կատարվում։ Ես արդեն հասկանում եմ, որ 45-50-ը չի։ Թող մի վշտապի։ Թող վերջում կհաշվենք, ինչքանս ենք մնացել։ Եվ այդ ամբողջ պրոցեսի մեջ, այդ ամբողջ հանցագործությունը ծածկում է Spike-ի դավոն իր մեքենաների մեջ պահելով այդ դիակները։ Հետո իհարկե տեղափոխվում են տարբեր նկուղներ, տարբեր տեղեր, հիշում եք, չէ՞, 7-8 ամիս հետո բացահայտվեց մի նկուղ բորբցնած, որտեղ այդ երեխեքի դիակներն էր լցրած։ Հիշում եք։ Այնպես որ Spike-ի դավոն, եկե սրանց այդ սրտի օլիգարխը Նարեկ Նալբանդյանը, շատ պատահական մարդիկ չեն։
Նարեկ Նալբանդյանն էլ մի կողմ, բայց Սպայկայի դա ոնց մեծ ծառայություններ է իրաց մատուցել, այնպես որ համակարգի մարդնա լրիվ, հա, նույն ձևի ինչպես ասենք Արծրուն Հովհաննիսյաններին թվերն է սխալ ասում, ես այնքեսի, ինչ կարող էր լինել իրենց համար ավելի հարմար, անվտանգ, վստահելի աղբյուր, վստահելի տեղ, քան Սպայկայի սառնարաններ այդքան զոհերը թաքցնելու համար։ Բայց մարդիկ բերել հասել են այս սեփականատերին ինքնասպանության։ Սա Փաշինյան Նիկոլի աշխարհում է։ Ես հասկանում եմ։ Հիմա ասես մի բան որ ասես, Նիկոլո Թորոներին պետք է ասեն, դե լավ է, որ երկրում չկա բիզնեսի խլում, ինքնասպանություն բան, բոլոր տեղերում կա։ Հետևաբար իրանց պետք չի ոչ մի բան ասել։ Իրանք ընդհանրապես ասում են, ես ոչ մեկի չեմ հեռացել, իրանք բանը վստահության վթարի ենթարկվեցին ու մահացան։ Ոչ մի բան իրանց պետք չի ասել, որովհետև չկա մի բան, որ իրանց կարողա սթափեցնի այն խոսքը հիշում եք, ասում են մի փաստով կարելի է լրացնել 50 գիտնականի մի փաստով, բայց 50 փաստով մեկ նիկոլականի չես կարող ոչ մի բան բացատրես, 50 փաստ դիրդեմը իրանք դու աղբեն մեկը դու չարու նախանձես չես սիրում Նիկոլ Փաշինյանին կամ Ռուսաստրուկ մի խոսքով էական չի։ Ինչ է գրում լրագրող Ոսկան Սարգսյանը։ Բնությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու գործը ծածկա դմփոց արեցիք։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Տավուշի մարզում 26 թվականի առաջի կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը պետական համայնքի մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը կազմել է 43 միլիոն 311 հազար դրամ։ Ընդամենը 43 միլիոն։ Այն դեպքում, որ ծածկադմփոց է արվել բնությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործը 20 թվականից Իջևանի գինու կոնյակի գործանի կողմից ապօրինի կերպով Արստև գետի հունը փոխելու, գետի հունը փոխել է, գետի հունում երկար մեծ բետոնե պատ կառուցելու հետևանքով Դենտրոպարկը մնացել է առանց ոռոգման ջրի։ Պատկերացնում եք այս տականքներին։ Դենտրոպարկը փողել են առանց ջրի։ Ծառայգում չորացել են 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր։ Սրանք հրեշ են։ Սրանք սպանում են ոչ միայն մարդկանց, ոչ միայն պետականությունը, ոչ միայն հիշողությունը, ոչ միայն սրբությունները, բնությունը։ Սրանք իրականացնում են գենոցիդ, էկոցիդ, արդեն ասել եմ բարոյացիդ, արժեքացիդ, հիշողությունացիդ, մի խոսքով։ Սրանք հրեշ են իրանց բոլոր դրսևորումների մեջ, որոնցից մոտ 250 տեսակը Դենտրոպարկում արդեն վերացել է, դրանք չեն կարող վերականգնվել։ Հայտնի չէ, թե դրանցից հետո ինչ տրամաբանությամբ բուսաբանական այգու կարգավիճակ ունեցող Իջևանի Դենտրոպարկից 5.7 հեկտար տրվել է բնությանը միլիոնավոր դոլար վնասներ պատճառած Իջևանի գինու կոնյակի գործարանին։ Այլ այդքան էլ տվել են իրենց։ 23 թվականի փետրվարի 2-ին արգելոցավ պարկի համալիք փողակի տնօրեն այժմ նախկին տնօրեն Լևոն Գաբրիելյանի եւ Իջևանի գինու կոնյակի գործանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր 5.7 հեկտար տարածքը Դենտրոպարկի մասը հատկացվել է գինու կոնյակի գործանում։ Դրանց հանգստի գոտի վերածելու նպատակով։ Voilà tout ici je ձեր հրեշայնությանը չկա սահմաններ, ոչ մի սահմանների մեջ տրամաբանական դուք չեք կարող տեղավորվել։ Էնել այս երրորդ փուլից հետո սրանց ախորժակներն ու լկտիրությունը անցնելու է բոլոր հնարավոր տրամաբանական ու անտրամաբանական սահմանները։ Բոլոր Հենց որ սրանց ընտրածներից դեռ շատ-շատերն են իրենց գլուխներին խփելու ինչ ձեռքերի տակ ընկավ, որտեղ սա այս ամեն ինչ իրենց տունն էլ է մտնելու նաև։ Դե Ադրբեջանը, քանի որ ինչ հնարավոր է կեղծում է, քանի այդ հնարավորությունը ունի, հա, իսկ չգիտես ինչի է տեսանյութը հանված է արդեն ամուլեին
Հասել է նաև Երևանի կապույտ մզկիթին, հա, որ դա ադրբեջանական է։ Կապույտ պատկերացնում եք այդ մզկիթը, իրենք հայտնում են, որ ադրբեջանական է։ Դե ասում եմ, այդ ախորժակ ուտելուց է գալիս եւ քանի որ իրանք մտել են այդ փուլի մեջ, ինչ հնարավոր է իրանցն է։ Որին Պարսկաստանի դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու պարզ ասում է, որ այդ Ադրբեջանին պատկանելու մասին պնդումները բացառապես որևէ հիմքեր չունեն։ Եվ ամենակարևոր նախապայմանը այստեղ հետաքրքիր է, որ չի կարող այդ մզկիթը պատկանի մի երկրի, որն ավելի հին է, քան այդ երկրի պատմությունը։ Երևանը եղել է պարսկական տիրապետության տակ, ադրբեջանական տիրապետության տակ չի եղել։ Այդ մզկիթը կառուցվել է այդ ժամանակ։ Հետևաբար դա չէր կարող լինել ադրբեջանական։ Այս Ստալինի կերած այս ստեղծած այս կեղտը դեռ մենք երկար մաքրելու։ Գնանք այս ամեն ինչի հետևից Ամերիկա, հետո հետ գանք։ Նայենք սա։ I burned this evil flag on the 4th of July. I burned this evil flag on the 4th of July. Խոսքով սա այս Liberty նավի վետերաններից է, որ այրում է բանի Իսրայելի դրոշը, որովհետև հենց այդ օրն էր, որ Իսրայելը ռմբակոծեց եւ սպանեց 34 ամերիկացի զինվոր Liberty նավի վրա զինվորական։ Եվ ոչ մի հետաքննություն, ոչ մի արձագանք, ոչ մի պատասխանատվություն, եւ այդտեղ եղավ 170 նաեւ վիրավոր, բայց բոլորը տեսան, որ դա իսրայելական ինքնաթիռներ էին, հա, որոնք հասակվել էին հենց ամերիկյան նավի վրա։ Եվ ամերիկյան պետությունը առ այսօր ոչ մի գնահատական դրան չի տվել։ Եվ դեռ փորձում են համոզել ամերիկյան ժողովրդին, որ Իսրայելը մնում է իրենց ամենահուսալի բարեկամը։ Իմ ջալոց ասեմ, որ քանի որ սկսել են արդեն պրայմերիզները, ես ինչպես ասում էի, բոլոր ընտրատարածքներում հաղթում են այն տեխնացուները, որոնք գալիս են հակաիսրայելական լոբինգով, օրակարգով։ Եվ Չիկագոյում հաղթել է էլի մահմեդական տեխնացուն, որի չընտրվելու վրա, որ հակառակորդ Իսրայելի ներկայացուցիչը, Իսրայելամետ ներկայացուցիչը անցներ, AIPAC-ը, իսրայելական լոբինգը ծախսել էր $60 միլիոն մենակ կամպանիայի վրա։ Եվ չէր կարողացել միևնույնը հաղթի։ 49-51 այս հարաբերություններով հաղթել են այդ մահմեդական երիտասարդ, որ նայում ես ոնց որ Մամդանին լինի։ Ու շոկի մեջ են։ Ու սենց գնալու է, սա ամենամեծ տեղն է Չիկագոյի տարածքը, դա հսկայական եւ կարևոր տարածք է։ Իրաց պարտությունը այնտեղ շատ լուրջ նշանակություն, ինչպես Նյու Յորքում պատմությունը։ Իսկ Մամդանին, Նյու Յորքի քաղաքապետը, օրենքա ստորագրել, որ արգելում է ուղղակի այսը Թրամփի այդ զորքը, որ որևէ հաստատություն պետական մուտք ունենա, դա կլինի դպրոց, դա կլինի հիվանդանոց, դա կլինի եկեղեցի, չէ, եկեղեցին չկա դա կներեք։ Մի խոսքով ցանկացած պետական հաստատություն, որ նա մուտք ունենա, արգելել է եւ Նյու Յորքի ոստիկանությանը հրամանատարված ուղղակի գործել ըստ օրենքի, հենց արգելում է։ Մտնեն ընդ կմտնեն, դա արդեն ձեր պատասխանատվության տակաման։ Իհարկե ղժղժում է Թրամփը առումով, բայց շատ բան չի կարող փոխել։ Benjamin Netanyahu's personal house was hit by a drone strike today, and the slow-moving, low-flying drone actually flew right past an IDF military helicopter along the way. The Iron Dome system is completely not working. Ռմբակոծվել է Նետանյահուի տունը, դրոնը նկարել են, ուղղաթիռը թռնում է դրոնի կողքով, չի կարողանում ոչ մի բան անել, դրոնը գնացել խփել է Նետանյահուի տանը։ Ես որ ասում եմ, հակաօդային պաշտպանություն չի մնացել ոչ մեկի մոտ, ոչ Իսրայելում, ոչ Ուկրաինայում, ոչ Ռուսաստանում։ Ենթադրում եմ, որ Պարսկաստանում էլ առանձնապես պետք է որ մնացած չլինի։ Չկա։
anymore. Before, nothing used to get into Israel. And now absolutely everything is. If Benjamin Netanyahu can't even protect his own house anymore, how's he going to protect his country? The media is not reporting it, but on a daily basis, Lebanon is hitting Israel with drones and rockets. This right here only highlights how great their abilities now are. Netanyahu vows revenge, but we all know he can't do anything anymore against Iran or the Lebanese military. So he'll be just taking his revenge out on civilians. Օթաբացա եւ Նետանյահուն շարունակում է գոռալ վարեժի մասին, բայց իր ընտրություններն է մոտենում երկու ամսից Նետանյահուն ընտրություններն է հոկտեմբերի 27-ին։ Եվ ասում է այս մասին լրություն ոչ մեկ մեծ մեդիաները չեն խոսում սրա մասին։ Սա նայենք Верховный суд Швеции принял историческое решение. Ранее перехваченный в Балтийском море сухогруз теневого флота РФ «Каффа», который вывозил ворованное зерно из оккупированного Севастополя, официально конфискуют в пользу Украины. Это Շվեդիան մի քանի ամիս առաջ երևի արդեն մի տարի երևի մոտավորապես այո բռնականացրել էր ռուսական նավ, որը տեղափոխում էր գողացած ծորեն։ Հիմա դա տվել է ոչ ավել ոչ պակաս։ Դատարանը որոշել է, որ դա պետք է տրվի Ուկրաինային։ Այս նավը դրա մասին որոշում է կայացրել։ Միևնույն ժամանակ 39 բալիստիկ հրթիռ Ուկրաինայի բնակելի տարածքների վրա եւ ոչ մի հրթիռ չի կասեցվել, չեն խփել օդի մեջ։ Չկա հակաօդային պաշտպանություն, չկա։ 39 բալիստիկ հրթիռ անխափան առանց որևէ խնդրի կրակել են Ուկրաինայի, ընդորում նույնց եմ ասում, բնակավայրերի վրա։ Պուտինը շատ բան չի բանանում, այս կողմենքում չի գնում։ Մեկ այն հանցագործ է ռազմական իմաստով, ինչ իմաստ ունի բանանել է։ Ոնց սկսել անենց գնում է առաջ։ Իջև տեսնեք այս հարցը ոնց է լուծվում։ Ես անձամբ չգիտեմ ոնց է լուծվելու, որովհետև սա կարող է 1 տարի, 2 տարի առաջ լուծվել, շատ հանգիստ։ Հիմա չէ, Իրանի պատերազմը քաղաքական բալանսի առումով շատ բան փոխեց աշխարհը։ Մինչև Իրանի պատերազմը նույնիսկ անցած տարի ժամանակ հնարավոր էր այս հարցը լուծել, բայց հիմա չէ։ Հիմա Ամերիկան էլ արդեն պարզվեց, որ դատարկ տարածությունը Իսրայելն է, Իսրայելն էլ պարզվեց, որ դատարկ տարածությունը Ուկրաինան էլ արդեն առանձնապես բան չունի ճնշելու համար օդը բաց է։ Հա ինքը կարող Մոսկվային Ռուսաստանի խփի վերևից, սրանք կարող են ընդեղ խփել, իսկ Ռուսաստանը բանը հայտարարել է, որ ինքը կարող է ունակա ամսական մոտավորապես 100 այս կարգի բան անի արտադրի։ Այդ ինքը արտադրի, բայց ինչքան կտա Չինաստանն ու Հարավային Կորեան, ինչքան կտան դրանք։ Չեմ ասում գուցե դա գնի նաև Իրանից, ոչ իմ չի բացառում, Իրանը շատ ունի այդ հատկությունները։ Ամեն դեպքում ինչքանն էլ կրակի, օրը 3 հատ բալիստիկ էլ ուղարկի, ամիսը 100-ը կարող ուղարկի էլի։ Ու խփող չկա, ոչ մի զենք չկա, որի համար Ուկրաինան անցավ բոլոր հնարավոր ստորությունների միջոցով, որ հաջողանար Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպեսզի ստանալ զենքերը։ Չկա։ Զենք չկա։ Եվ պատերազմը մտել է մի հատ փակուղի։ Ամերիկան ոչինչ չի կարող պարտադրել, Եվրոպան չունի այդ զենքը, որ տա հաղթանակ պարտադրելու համար, եւ ամենակարևորը շանսը բացաթողված։ Եվ այն մարդիկ, որ մտածում են իրոք Ռուսաստանը քանդվելու է եւ Նիկոլը փրկվելու է, կամ Հայաստանը Նիկոլի հետ փրկվելու է։ Իրանը շատ པարզ, շատ ներողություն, Չինաստանը շատ པարզ հայտարարեց, ով փորձի իր վրա սանկցիաներ դնի Ռուսաստանին օգնելու համար, ինքը սանկցիաներ կիրառի, մանավանդ Եվրոպայի նկատմամբ։ Դրանով ասելով, որ ես չեմ թողելու Ռուսաստանի պարտությունը։ Ես վստահ, սենց հայտարարություն չէր եղել։ Մինչև 1 տարի առաջ առավել եւս չէր լինի։ 1 տարի առաջ հնարավոր էր այս հարցի լուծումը, հա, բայց հիմա արդեն չէ։ Ես անձամբ ոչ մի բան չեմ տենում հարցի լուծում։ Իհարկե կարա կապիտուլացվի Ուկրաինան, դա էլ ես էլ չեմ ուզում կանգնացնել այն գծերի վրա, որ հիմա կան, էդ էլ չի լինի, որովհետև Ռուսաստանը ամեն դեպքում Ուկրաինայի տարածքները միացրել է Իրան։
ռուսական սահմանադրությունով։ Ուկրաինացի ժողովուրդը դա չի համաձայնվի, իհարկե ոչ մի չեմ տեսնում։ Ոչ մի լուծում բացի Զելենսկի հրաժարականից, այս բարակայում, որ ինքը մեռնի չի տա, որտեղ իր բանը կանկունեններին է բռնում ու խփում, չի լինի։ Չկա, լուծում ես բանի ասնի խոսք ես չեմ տեսնում։ Ղարաբաղը բնությունը վերցնի, ժողովրդին դադարի։ Այդպիսի բան չէր սովետը տվել է, որ ժողովուրդը Ադրբեջանը կարող է պահել Ղարաբաղը, Հայաստանը չի կարող, աղքատ է, Ադրբեջանը հարուստ է, ժողովուրդն էլ հետն է տվել, ժողովրդին պահել, խնավեր չէ տվել։ Իսկ Նիկոլը նվեր է տվել, այդքան զոհ տվեց, 4-5 հազար զինվոր մահացան, հայրենիքը տվեց, ծախեց, դավաճանեց, տվեց Ադրբեջանին, ստեղ հələ դոմիկի մեջ են երկրաշարժից մարդիկ, 100,000 մարդ նորից եկավ, որ ստեղ բոլորին բնակարան տան, նորից ավել ծանել, էլ ինչ եղնի, ինքնոր չեղնի, ոչ մեկ մտնից պատերազմ չի անցկացնի։ Ես ամեն օր ճիշտ ասած սպասում եմ այդ ընդդիմություն կոչվածին, որ հերթով բոլորին հեսա բռնելու են։ Երբ հա Նիկոլից ուղիղ ամսաթև ուզելու, թե ինչ կա սպասվող պատերազմից։ Դու խոստացել ես, չէ՞, դու մարդկանց տերորի ենթարկեցիր, որտեղ ես չլինեմ սահմանադրական մեծամասնություն, աջունալի պատերազմ լինելու սեպտեմբերին։ Դու ասել ես ու վախից քեզ ձայն են տվել։ Ես գիտեմ դեպքեր, որ վախից ձայներ են տվել, որ ես անասուն հավատալով, որ եթե չտան պատերազմ կլինի։ Շանտաժ։ Հիմա ես հասկանում, ես ուզում եմ տեսնեմ, երբ է սկսելու գոնե ցո ձեզ վրա շիշ շպրտեն, ճիշտ է խոսալու համար։ Մեկը շիշը շպրտելու են, հայոյանքը տալու են, ամեն ինչ անելու են։ Հələ գոնե մի բանը ճիշտ արեք, էլի։ Մտել եք ընդ ասեք ախպետ, ամեն օր հիշացեք։ Երբ է ինձ բան արեք, հետախուզությունը ինչ է ասում։ Դու ասել ես, չէ՞։ Կամ ասա, որ դու մուտիլով շիկ ես։ Սուտ խոսան տականք, դա օգտագործել ես մարդկանց տերոր անելու համար։ Կամ օր ասա, դու հիմա սահմանադրական մեծամասնություն չես, օր ասա, եղբայր Ալիևը երբ է հարձակվում Հայաստանի վրա։ Ուր այս օրակարգի հարցերը։ Ես ուզում եմ այս պատմությունը ձեզ պատմեմ։ 1922 թիվ Զմյուրնան ամենահարուստ քաղաքներից մեկն է Ամերիկայի մեծամասնությունների։ Թուրքիայի տարածքում գտնվող քաղաք։ Որ ասենք Զմյուրնայի հարուստներ ուզեն, Թուրքիան կառնեին ուղղակի։ Կառնեին իրաց փողով էլի։ Կառնեին։ Քաղաքական գործիչներով բանով ամբողջ օր կառնեին։ Իրանց ունեցած փողով։ Բայց քանի որ մտածում են իրանք փող ունեն ու պրոբլեմ չունեն, գրզոններ, լֆիկներ պարնել, փող ունենք, պրոբլեմ չունենք։ 15 թվին ձեռք չտվեցին, պրոբլեմ չունենք, բայց 22 թվականին Հասան Ահմեդը ունեց։ Եվ ինչ եղավ։ Իրանց փրկելու համար մոտեցավ ճապոնական ափին։ 100 հազարավոր հայ ու հույն փախստականներ հայտնվեցին նավահանգստում, կրակի եւ ծովի արանքում, մինչև արևմտյան տերությունների մոտ 20 ռազմական նավեր քաղաքական շահից ելնելով անտարբեր հետևում էին մարդկանց խեղդվելուն ու կոտորածին։ Ճապոնական այդ ընթացքում Տոկեյ Մարու Բեռնատար նավի նավապետ նորիտոն գործեց անմահական սխրանք։ Նա հրամայեց ծովը նետել նավի ողջ թանկարժեք բեռը, ինչ որ գնել էին։ Մետաքս ճենապակե եւ այլն, հա։ Եվ տախտակամած բարձրացրեց փախստականներ։ 825 հայ ու հույն փախստականներ։ Թուրքիա տեսնելով պահանջեցին, որ տան այդ փախստականներին, որոնք սպանեն ու լցնեն ջուրը։ Դե նավապետը ասեց, ոպ, սա Ճապոնիայի տարածքն է, սա իմպերատորի տարածքն է, եւ ձեր ցանկացած մեկի մուտքը այս տարածք պրոբլեմա իմպերատորի հետ։ Պատասխանում ճապոնացիները իրենց բեռը թանկարժեք լցեցին ծովը, որ 825 մարդ փրկեն հայ։
Սա շատ բանի մասին է պատմում։ Մենակ այդ հարուստների այս կարճամտության մասին չի ասում։ Սա մենակ այդ գերտերությունների այդ հերվից կանգնել նայելու մասին չի ասում մենակ։ Նաև մարդկային արժեքների մասին է ասում։ Ճապոնացիները 22 թվականին այսքան հայ են պետք է, հայ եւ հույն, որովհետեւ իրանց համար մարդը արժեք է, մարդը։ Եվ դրա համար իրանք զոհաբերեցին նյութը։ Եվ դա աստորեն փրկեց 820-ի կյանքը։ Երբ որ մարդկային կյանքը ավելի կարևոր է, քան նյութը, կյանքեր են փրկվում։ Երբ որ նյութը ավելի կարևոր է, քան մարդկային կյանքը, այդ մարդկային կյանքները ծառայում են որպես զոհաբերություն այդ նյութը կերտելու համար, ինչպես արվեց Արցախում։ Այդ ամեն ինչը արվեց նյութի համար, պատկերացնում եք։ Նյութի համար։ Այդ կյանքերը չզոհաբերվեցին, որ կյանք փրկվեր։ Այդ կյանքերը զոհաբերվեցին նյութի դիմաց։ Ճապոնացիները նյութից հրաժարվեցին կյանք փրկելու համար։ Դամանը այս տրամաբանությունով ապրող Ճապոնիան աշխարհի տնտեսությունների մեջ 4-րդ թե 5-րդն է։ Լավագույն տասնյակումը հաստատ։ Որովհետև այս տրամաբանության մեջ է ապրում։ Իսկ որ երկրներում նյութն ավելի կարևոր է, քան մարդը, այնտեղ երբեք մարդը արդյունավետ չի աշխատում եւ այդ տարածքում երբեք արդյունավետ ոչ տնտեսություն կարա լինի, ոչ հարաբերություններ, ոչ սոցիալական ոնց են ասում, համերաշխություն, ոչ մի չի կարող լինել։ Հետևաբար այդ երկիրը չի կարող լավագույն տասնյակի մեջ լինել։ Պատկերացրեք, դե հիմա նայեք, նյութը զոհաբերեցին մարդ փրկելու համար, այստեղ մարդկանց տարան կոտորեցին նյութի դիմաց։ Ամենայն հայոց կաթողիկոսին այսօր տանել դատարան եւ դատել, դա մեծագույն խայտառակություն է։ Ոչ միայն համահայաստանյան, համազգային, համահայկական խայտառակություն է։ Նա ամենայն հայոց կաթողիկոսն է։ Եվ նախ հասկանանք ինչու են դատում, ինչ իրավունքով։ Չէ՞ որ ինչ որ արվում է, Էջմիածնի տիրույթում է, կաթողիկոսը իրավունք ունի եւ ձեռնադրելու եւ կարգալույծ անելու։ Որևէ քաղաքացիական դատարան, չգիտեմ ինչ այլ կառույց իրավունք չունի խառնվելու, քննարկելու, թե ինչ է արել, ինչ է արվում։ Դա բացառապես Սուրբ Էջմիածնի կաթողիկոսի եւ այնտեղ հոգեվոր դասի խորհրդի խնդիրն է լուծելու։ Այն ով մեզ թելադրում է այդ ամենն անել ու իրականացվում է, նրանք հենց այդ տեսնելով արհամարելու են մեզ ավելի։ Նրանք գիտեն, որ սա է հայի ողնաշարը, այդտեղ է նրա ողնուղեղը։ Եթե ջարդում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ուրեմն ոչանում է հայը։ Նույնիսկ ամաչում եմ ինչ-որ անգամ որակումներ տալ, որ ինչ է կատարվում։ Որ ասենք ամսի 7-ին ես պետք է տեսնեմ Բեհափարին դատարանում։ Լավ էլ տեղ կա, չկա, ամաչելու, գետինը մտնելու համար այլևս տեղ չկա։ Մուսիկադաներ գրող, ես ուղղակի իր խոսքի վրա ուզում եմ մեկ բան ավելացնել։ Սփյուռքի հարգելի գործընկերներ, կազմակերպություններ։ Ես չգիտեմ ինչով է պայմանավորված կաթողիկոսի լռությունը, դա համեստություն է, ինչ է, բայց դուք իրավունք չունեք սպասել հրահանգի կամ իրավունք չունեք դուք լռել։ Սփյուռքի բոլոր եկեղեցիները վաղը հատուկ պատարակ պետք է անեն, հատուկ հավաքեն, հատուկ հայտարարություններով իրենց ամբողջ հետևորդներին, որ ասել Հայաստանում անթույլատրելի բան է կատարվում։ Սփյուռքի բոլոր կուսակցություններ, միություններ պետք է ինչքան իրենց երկրներում կառույցներ կան, որոնք պարտավոր են կոչումով սենց բաների արձագանքեն, նամակներ պետք է գրվի, զանգեր պետք է կատարվի, փողոցային երթեր, ցույցեր պետք է արվի, որ Հայաստանում կաթողիկոս են դատում։ Լավ, ասենք կաթողիկոսը որոշել է լռի, բա մենք
Չէ որ իրեն չեն դատում, մեզ բոլորիս են դատում։ Եվ այս process-ը թողնել մենակ իր իրավասության տակ, այդքան էլ խելամիտ չի։ Կարող է ինքը մոլորված է, չգիտի ինչ անի։ Ես ասեմ ձեզ, ես հազար շատ տասնյակ զանգեր եմ ստանում տարբեր տեղերից, ինչ անենք, ընդ որում մարդիկ հավատացյալ չեն։ Իրենց մեջ նաև հոգևորականներ կան, որ չեն սիրում Գարեգինին, նախկին հոգևորականներ, բայց ինչ անենք։ Ես ասում ինչ անենք։ Մեզ են դատում, մենք սիրենք Գարեգինին, չսիրենք, դա մեզ են դատում, մենք պետք է անենք այն, ինչ որ ինքը չի անում։ Ասում բոլոր այդ պատկան մարմինների նամակներ, զանգեր, ցույցեր, չգիտեմ, միտինգներ, պիկետներ, ամեն ինչ, սա խայտարակությունը, Հայաստանի ոչ լեգիտիմ կառավարությունը դատում է եկեղեցու առաջնորդին։ Հələ դու գնա մի հատ երկիր, փորձի մի հատ սեկտայի դուրը ծեծես, ասես կարելի է մի հատ իմանամ ձեր մոտ ինչա կատարվում։ Հաջորդ օրը դու Հայաստանը գիտեք ինչքան բաների տակաստորակներ կրոնի ազատությունների համար։ Գիտեք ինչքան հնարավոր տեղ կա ստորագրած է, որ ինքը պարտավոր է այդ ամեն ինչը պահի։ Թքած ունենա։ Լավ, Նիկոլը թքած ունենա բա մեկ։ Ու այդ երկրների որտեղ եղան այդ ցույցներն ու պահանջները, այդ երկրի ղեկավարները իրանք են զանգելու Նիկոլին ասենալ, հո դու հիմար չես, քո պատճառով մեր ռեյտինգն աստեղ է լինում։ Ես ինչ ես անում։ Լավ, ասենք աշներս փագեցինք, որ դու իշխանություն ես գողանում, բայց դու ես ինչ ես անում։ Հավատացեք, Արևմուտքում աշխատում են այդ զանգերն ու նամակները, իրանք չեն կարող բան թողել։ Էլ չեմ ասում, մի հատ էլ հարութում եղավ, թերթում եղավ, մի հատ էլ փողոց դուրս եկավ, պիկետ արեցիք դրանց դեմը։ Իրանք վախից վերցնելու են հեռախոս աշխարհի քֆուրները տան Նիկոլին։ Արևմուտքը Ռուսաստան չի, ստեղ շատ արագ աշխատում այդ ամեն ինչը։ Առանց Մարտակերտ չկա Ղարաբաղ, առանց Ղարաբաղ չկա Հայաստան, առանց Հայաստան չկա հայ ազգ, նորար տնեգն։ Դեսանել գումարեք մի հատ առանց եկեղեցի, որովհետև արդեն Մարտակերտը չկա, արդեն Ղարաբաղը չկա։ Մտադարեք առանց եկեղեցի, վերջանում է մեր պատմությունը։ Որովհետև թուրքը կարողացավ մարմինները սպանել 15 թվականին, բայց չկարողացավ ջնջել ինքնությունը։ Ինքը հասկացավ մի բան, եթե չեմ ջնջել ինքնությունը, սրանք ծիլ են տալի։ Ծիլ։ Միտեղ հայամանում ինքնություն, Ուիլյամ Սարոյանն ծնվում այնտեղ, ու սկսում աշխարհին պատմել դրա մասին։ Միտեղ մի հատ հայամանում, հա, արդյունքում ծնվում են այնտեղ Չալենցներ, Կարեն Դեմիրճյաններ, որովհետև ինքնություն է մնացել։ Նույնիսկ եթե այդ ինքնության կրողը կոմունիստ է, էլ մեկ արա մնում է իր արմատների մեջ հայ։ Մեկը գրել է, որ Կարեն Դեմիրճյանը ով այնտեղ կարիերայից առաջ բան ասեն Քոչինյան, թեկուզ Քոչինյան։ Թեկուզ Մյասնիկյանն էլ էր կոմունիստ, բայց հայ էր։ Դրա համար սպանեցին։ Որովհետև ասում են, Ղարաբաղը մերն է, բերեք, հետ բերեք։ Բերան ասեց, ով ես դու որոշես Ղարաբաղը քոնն է թե չէ։ Ինքնաթիռով պայթեցին գնաց։ Կոմունիստ էր, բայց հայ էր։ Ինքնությունը չկորցրած հայ։ Սրանք բորենի են։ Բորենի գիտեք ինչ է։ Բորենի։ Լեշ ուտող։ Բորենի։ Ժողովուրդ, իրանք ուղում են իրենց սխալները, վերացնելով մեր ինքնությունը, որ էլ չկրկնվի, հայը չվերարտադրվի հանկարծ եւ վերանա հայկական քաղաքակրթությունը, որը տերն է այս ամբողջ տարածքին, հայք կոչվածի։ Այն ժամանակ թուրքը հանգիստ կարող ասի, սա իմն է, սա իմն է։ Քանի հայկական քաղաքակրթության գետ մեկ կրող կա, իրանց համար դա վտանգ է։ Չեմ ասում, եթե այդ կրողներն ունեն պետություն, Հայաստանով, դա սարսափելի վտանգ է իրանց համար։ Եվ գտան, պայմանավորվեցին, բերեցին ճիվախ, իր բոլոր մետաստազներով, երկար պատրաստելով տասնամյակներ ու դրեցին բոլոր իշխանական կառույցներում, հաճեցրեցին ու վերեցին իշխանության։ Վարչապետ, ազգային ժողովի նախագահ, հիմա կբերե մի հատ է կաթողիկոս ու վերջանում է։
վերջանում է մեր հազարամյակների ընթացքը։ Ու այսքան ախմախ վերջաբան բա։ Հիշում եմ բանը Պավլիկ Մանուկյանի, որ հարց էին տալի, ասում են ամենաշատը ինչից ես վախենում։ Որ ասում է, ես մայիս չեմ վախենում, բայց ամենաշատ սիրում եմ ոնց էր ասում, անփառունակ մեռնելուց, ասում եմ, ինչու սենց անպատիվ մեռնելուց, հա, անպատիվ մեռնելուց վատ բան երևի չկա։ Ասեց գանք, սենց հազարամյակների, սենց անփառունակ, անպատիվ մեռնենք վերջանալու, հա։ Ընդ որում սա մեր ընտրությունն է, առանց մեր ընտրության մեզ ոչ մեկ չի կարա սպանի, որտեղ ազգերին չեն սպանում, ազգերն ինքնասպան են լինում, իսկ քաղաքակրթությունները առավել էս, քաղաքակրթությունները, դե թուրքը չի կարա հանդուրժի այս տարածքում, երկու քաղաքակրթություն չի կարա լինի, իսկ ես էլ ասում եմ, իմն է հաղթելու, ովքեր համաձայն են, համեցեք, կռիվը առջևում է, մենք համախոհներով գնում ենք այս ճանապարհով, ընտրությունը ձեյնը, այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։